Հայաստանյան գյուղերից մեկում տեղի ունեցած սարսափելի դեպքը ցնցել է հանրությանը։ Մրգաշենում սպանվել է 52-ամյա ատամնաբույժ Արտուր Ավագյանը, մարդ, ում մասին ողջ գյուղը միայն դրականն էր խոսում։ Ինչպես կարող էր սովորական կենցաղային զրույցը վերածվել դաժան հանցագործության, եւ ինչ դեր են խաղացել այստեղ երիտասարդ եղբայրներն ու նրանց հոր հրահրող խոսքերը, այսօր կխոսենք այս ողբերգության մանրամասների եւ այն վարկածների մասին, որոնք քննարկվում են գյուղում։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ սպանության մեջ մեղադրվող եղբայրներից կրտսերը 17-ամյա պատանին սկսել է պարբերաբար անհանգստացնել ատամնաբույժի դստերը։ 8-րդ դասարանցի աղջիկը զգալով անցանկալի ուշադրությունը դիմել է հոր օգնության ասելով, որ չի ցանկանում շփվել այդ տղայի հետ։ Արտուր Ավագյանը, որպես հոգատար հայր, որոշել է հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ Նա զանգարել է տղային եւ խնդրել հեռու մնալ իր անչափահաս աղջկանից։ Գյուղում պատմում են, որ հայրը շատ մեղմ է խոսել ասելով. «Տղա ջան, դու իմ երեխայից մեծ ես, նա դեռ շատ փոքր է նման հարաբերությունների համար։ Խնդրում եմ, այլևս նրան չանհանգստացնես»։ Սակայն այս զրույցը խաղաղ հանգուցալուծում չի ունեցել։ Տղան կատարվածի մասին պատմել է իր հորը, ով այդ պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Փոխանակ որդուն հանդարտեցնելու հայրը ըստ գյուղացիների ավելի է բորբոքել իրավիճակը։ Նա որդիներին դրդել է բռնության, հնչեցնելով հրեշավոր խոսքեր։ Հենց այս հրահրումն էլ դարձել է ճակատագրական։ Ոգևորված հոր խոսքերից երկու եղբայրները գնացել են ատամնաբույժի տուն, զանգել եւ դուրս կանչել նրան։ Այն, ինչ տեղի ունեցել հետո, դուրս է բանականության սահմաններից։ Ըստ շրջանառվող վարկածի, կրտսեր եղբայրը քարով հարվածել է Արտուրի գլխին, իսկ երկնավայր ընկել ավագ եղբայրը դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա կրծքավանդակին։ Մարդը, ով ընդամենը փորձում էր պաշտպանել իր երեխային, դարձել է դաժան հաշվեհարդարի զոհ։ Գյուղում այս ընտանիքի մասին շատ քչերն են լավ կարծիք հայտնում, ասում են, շփվող չէին, իսկ նրանց ճանաչողները խուսափում էին որևէ հարաբերությունից։ Հայտնի է դարձել նաև, որ ավագ եղբայրը 20-ամյա երիտասարդը չի ծառայել բանակում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Մրգաշենը սգում է, բնակիչները չեն կարողանում հավատալ, որ այսպիսի ազնիվ եւ զուսպ մարդը կարող էր նման վախճան ունենալ։ Շատերը նշում են, որ Արտուրը երբեք ոչ մեկին թթու խոսք անգամ չէր ասել։ Այս դեպքը եւս մեկ անգամ բարձրացնում է կարևոր հարցեր. ինչու է հասարակությունը դարձել այսքան չարացած եւ որտեղ է ոստիկանության դերը նման ողբերգությունները կանխելու հարցում։ Այս պատմությունը եւս մեկ անգամ ահազանգ է մեր հասարակության համար։ Մի կողմից հայրական պարտքի կատարում, մյուս կողմից անտեղի ագրեսիա եւ հրահրում, որը խլեց մի անմեղ կյանք։ Ինչ եք կարծում դուք, ինչպես պետք է պայքարել նմանատիպ դեպքերի դեմ եւ ովքեր են իրական մեղավորները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, հետևեք մեր էջի նոր զարգացումներին տեղյակ լինելու համար։